Փառք Տիրոջը ամեն ինչի։ Слава Господу за Ես все. ուզում եմ տարեվերջի համար մի փոքր խոսք ասել ու վերջացնել։ Я короткое слово скажу и завершим. Եբրայեցիս 12:1-ը։ Евреям 12:1. Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեզ ջուրավ պաշարող մեղքը եւ համբերության վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը։ Посему и мы, имея вокруг себя такое облако свидетелей, свергнем с себя всякое бремя и запинающий нас грех, и с терпением будем проходить предлежащее нам поприще. Այսինքն առաքյալը մեզ ուզում է ասել, որ մենք դեռ ճանապարհ ունենք գնալու։ То есть апостол нам хочет сказать, что у нас есть путь, который мы должны еще пройти. Այս տարին, որ ավարտվեց, Этот год, который завершился, չի նշանակում ամեն бан ավարտվեց։ не означает, что все Դեռ завершилось. պիտի շարունակենք։ Нам еще надо продолжить. Այո, մենք որպես եկեղեցի սպասում ենք մեր Տիրոջ գալուստը։ Да, как церковь мы ожидаем приход нашего Господа. Եվ փափագում ենք ինչքան հնարավոր է շուտ նա գա։ И жаждем, чтобы насколько возможно это Բայց произошло պիտի быстро. հիշենք, քանի дեռ նա չի եկել, Но надо помнить, пока что он не пришел. մենք ճանապարհ ունենք գնալու։ У нас есть путь, который должны Մեր пройти. ընթացքի համար, И за этот процесс, վազելու համար, за то, что бежим, առաքյալը մեզ ուղերձ է ասում։ и апостол нам говорит следующее. Թողնենք ամեն ծանրություն Оставить всякую тяжесть եւ մեզ հեշտ պաշարող մեղքը։ и легко запинающий нас грех. Հաջորդ համարն եմ ուզում կարդալ։ Следующее писание, место Писания. Թվոց 33:55։ Числа 33:55. Բայց եթե այն երկրի բնակիչներին ձեր առաջից չքշեք, այն ժամանակ, որ նրանցից ողջ եք թողել ձեր աչքերի համար փուշեր եւ ձեր կողերի համար տատասկներ կլինեն եւ ձեզ կնեղեն ձեր բնակած երկրումը։ Если же вы не прогоните от себя жителей земли, то оставшиеся из них будут тернами для вас и ваших, и иглами для боков ваших, и будут теснить вас на земле, в которой вы будете жить. Աստված Իսրայել ժողովրդին հանել էր Եգիպտոսից, Господь вывел Израиль из Египта, գերությունից հանել էր, из плена, բերել էր խոստացված երկիր։ привел их в обетованную землю. Կարծես թե Աստված ասում էր, այն ինչ որ անելու է ես արել եմ ձեզ համար։ И казалось бы, что все то, что он должен был сделать, он сделал. Բայց սրանով չէր ավարտվում գործը։ Но на этом он не закончил. Կարծես թե ասում է դուք էլ անելիք ունեք։ Казалось, он говорил, что вы тоже должны что-то сделать. Աստված մեզանից յուրաքանչյուրին փրկել է այս աշխարհից։ Господь каждого из нас здесь спас из мира, Մեղքից, от греха դժոխքից и ада. փրկել է մեզ։ Он нас спас. Բայց ասում է այս փրկության ընթացքը չի ավարտվում։ Но не завершился еще весь процесс. Դու դեռ գործ ունես անելու։ То есть у тебя есть что надо сделать. Դեռ պատերազմ կա, որ պիտի պատերազմես։ Есть еще война, которую надо воевать. Եթե այն թշնամիները, որոնց որ ես մերժել եմ, Если те враги, которых я отверг, եթե դու դրանց չքշես, если ты их не прогонишь, եթե դու դրանց չմերժես, если ты не откажешься от них, դրանք քեզ համար փշերի պես պիտի դառնան։ они станут для тебя тернами, колючками. Դրանք քեզ դեռ նեղելու են։ Они будут тебе причинять еще неудобства. Միգուցե դեռ սկզբում նրանք քեզ ոչ մի նեղություն չեն տալ։ Может быть, вначале не будет неудобства. Միգուցե սկզբում դեռ նրանք քեզ ժպտում են, Может быть, они будут вначале тебе улыбаться. բայց այն ինչ որ Աստված մերժել է, Но все то, что Господь отверг, մենք էլ պիտի մերժենք։ мы тоже должны отвергнуть. Մենք էլ պիտի մերժենք։ Мы тоже должны отвергнуть. Սերներ ընտրությունը մերն է։ Возлюбленный, выбор за нами. Կամ մենք տրվում ենք այդ ամենին Если либо мы отдаемся всему этому, ու արդյունքում դրանցից նեղություններ ենք կրում։ и в итоге мы будем нести тяжесть, Եվ бремя, դրանք կլինեն մեզ համար փշի պես, и это будет для нас колючками, тернами. բայց Աստված ասում է դու պետք է քշես այս ամենը քո։ Но Господь говорит, что ты должен прогнать это все от тебя. Ինչ եմ ուզում ասել։ Что я хочу сказать? Երբեմն մենք այսպեսի զրույց ունենք։ Иногда у нас бывает такой разговор. Թող ինձ ընդունեն այնպեսին, ինչպեսին որ ես կամ։ Пусть меня примут таким, какой я есть. Իմ բոլոր վատ կողմերով թող ինձ ընդունեն։ Со всеми своими плохими качествами пускай меня примут. Բայց Տերը ասում է ես քեզ ազատել եմ։ Но Господь говорит, я тебя освободил. Բայց բաներ կա, որ դու պիտի քշես։ Но есть вещи, которые ты должен прогнать. Բնավորության հարցեր կա, որոնք դու պիտի փոխես։ Есть в характере черты, которые надо прогнать.
Մեղքեր կան, որոնցից պիտի պայքարես ու ազատվես։ Есть грехи, с которыми ты должен сразиться и победить. Կարծես թե Տեր Հիսուսը այս պատմությունը նման այն պատմության, որ Տեր Հիսուսը պատմում էր։ Казалось, что это именно та история, которую рассказывал Господь Иисус. Ասում է, երբ որ դևից ազատվում է ինչ-որ մեկը, Когда кто-то освобождается от воздействия демона, դևը գնում է անջուր տեղերում շրջում է, и демон, он идет на безводные места пустынные и գալիս է ходит տեսնում там, է այդ վայրը հարդարված եւ դատարկ է, возвращается и видит, что там убрано и чисто, и пусто, եւ ավելի ուժեղներին է վերցնում ու գալիս է и еще более сильных берет с собой и возвращается. Փառք Տիրոջը Տերը մեզ ազատել է, Слава Господу, Он нас освободил, բայց մենք պետք է լցվենք Տիրոջով։ но мы должны наполняться Господом. Բաներ կա, որ ոնց է մենք պետք է պայքարենք եւ թողնենք։ Есть вещи, с которыми мы должны сразиться и победить. Դրա համար Եբրայեցիս թուղթը ասում է դեն գցեք ամեն ծանրություն։ Поэтому в послании к евреям говорит: оставьте всякое бремя, Այս աշխարհից եկող ծանրությունները։ тяжести, приходящие из мира сего. Այս աշխարհը անդադ մեզ վրա ծանրություններ է դնում։ Этот мир все время тяжести приносит в нашу жизнь. Ուզենք թե չուզենք, И желаем мы того или нет. այսօր ուրախ ենք, Сегодня мы радостны, վաղը կարող է տխուր լինենք։ а завтра, может быть, будем Այսօր грустными. հաջողված ենք, Сегодня мы успешны, վաղը կարող է ինչ-որտեղ անհաջող լինենք։ а завтра где-то будем неуспешны. Բայց աշխարհը միշտ ինչ-որ ծանրություններ է մեզ вրա դնում։ Но мир всегда будет наносить какую-то Դեն тяжесть. գցեք ամեն ծանրություն։ Бросьте всякое бремя. Այս ամենը մեզ անընդհատ հետապնդում են սելներ։ Все время это будет за нами Եվ следовать. սրա նպատակը մեկն է, И цель этого одна. որի ու քո վազքը դանդաղեցնի։ Для того, чтобы умедлить наш ход. Մեր Աստծո մեջ գնալու ճանապարհը դանդաղեցնի։ Чтобы умедлить процесс того, как мы идем в Господе. Հետո ասում է հեշտ պաշարող մեղքը թողեք։ И потом говорит, что оставьте запинающий вас грех. Մեղքեր, որոնք շատ հեշտ մեզ վրա ազդում են։ Грехи, которые очень легко воздействуют на нас. Կան չէ մեղքեր, որ մեզ վրա շատ հեշտ են։ Есть же грехи, которые легко воздействуют на Կան нас. մեղքեր, չէ որ մեզ շատ հեշտ տեղաշարժ են անում։ Очень легко двигают нами. Ամեն բան իմ հետ արեք, Сделай со мной все, բայց ինչ չբարկացնեք։ но меня не злите. Որ բարկացա, Вот если я разозлюсь, հայերն ասում են լեզվից տակ ոսկոր չկա։ в армянском сказано, что под языком моим нет кости. Ես ավել բաներ կխոսեմ։ И я буду лишнее говорить. Հեշտ պաշարող այդ մեղքը հեռու տար։ Легко запинающий грех убери от себя. Հեշտ բարկանում ես, Если ты легко вспыльчив, աշխատիր սրա վրա։ ты работай над этим. Հեշտ բամբասում ես, Легко сплетничаешь, աշխատիր սրա վրա։ работай над этим. Հեշտ ընկնում ես հեռախոսի ազդեցության տակ, И легко попадаешься под воздействие телефона, ազատվիր սրանից։ освободись от этого. Աշխատիր սրա վրա։ Работай над Դեք այս этим. հեռախոսի ազդեցությունը միայն երիտասարդներին է, չէ։ Вы знаете, что воздействие телефонов это не относится только к молодежи. Մեծահասակներն էլ են սրա մեջ։ Ко взрослым тоже. Գաղտնի մեղքեր, որոնց հետ անգամ պայքարում են գիշերները։ Скрытые грехи, с которыми борются даже ночью. Գաղտնի մեղքեր։ Скрытые грехи. Դու գիտես քո ներսի գաղտնի մեղքերը։ Ты знаешь скрытые грехи, которые внутри тебя. Դրա համար Դավիթ հաղորդում էր ու ասում էր ինձ ծածուկ մեղքերից էլ ազատիր։ Поэтому, когда царь Давид молился, он говорил, что от скрытых грехов меня тоже освободи. Եթե մի փոքր տեղ կա թշնամու համար, Если есть небольшое место для врага, խնդրեմ շատ ուշադիր լսեք, կարևոր բան եմ ասում։ прошу, послушайте внимательно, это очень важно. Եթե մի փոքր տեղ կա թշնամու համար, Если есть небольшое место для врага, մենք պետք է ազատվենք նրանից։ мы должны от этого освободиться. Թե չէ, Или, թշնամին մի փոքր տեղ օգտագործելով ամբողջը կգրավի։ занимая вот это малое место, враг займет все. Դե մի փոքր մեղ կա։ Но это небольшой грех. Դե մի փոքր ինչ-որ ավել բառ եմ ասում։ Ну, я вот лишнее слово какое-то могу сказать. Միայն այս մի բառն ա որ վատն է ինձ։ Вот это вот единственное слово, которое плохое. Դե մի փոքր բան ասում եմ։ Ну, немного там сплетничаю. Մի փոքր մեղքը կարող է դառնալ իմ ու քո համար ճակատագրական։ Небольшой грех может стать для нас роковым. Այն ինչ որ уզում եմ այս տարի ասել, Все то, что я хочу сказать в этом году. այն ինչից մենք անցյալ տարիներին պարտվել ենք, Все, от чего мы были побеждены в прошлом году, եկեք այս տարի հաղթող լինենք։ давайте в новом году победим.
Եկեք այս տարի հաղթող լինենք։ Давайте победим. Եկեք մերժենք մեզ հեշտ պաշարող մեղքը։ Давайте отвергнем от себя запинающий нас Աշխատենք грех. մեր բնավորության վրա։ Будем работать над своим характером. Այ մի հատ բան ասեմ, սիրելիներ։ Вот одну вещь скажу вам. Մենք ընտանիքով ենք այստեղ հավաքվել։ Мы здесь с семьей собраны. Մյուս տարի էլ մի ուշացիր ծառայությանը։ И в следующем году не опаздывайте на служение. Մի ուշացիր, աշխատիր սրա վրա։ Не опаздывайте. Не опаздывайте, работайте над этим. Եկեք մեր բերանի վրա պահապան դնենք, որ ավել բաներ չխոսենք։ Давайте поставим заставу на уста свои, чтобы больше не говорить. Աստծո խոսքը ասում է ձեր անձերը վարժեցրեք Աստված պաշտության։ Божье Слово говорит свое тело, или себя тренируйте в том, чтобы поклоняться Господу. Որտեվ մարմնի վարժությունը քիչ բանի է օգտակար։ Потому что телесные физические упражнения, они мало полезны. Բայց Աստված պաշտությունը ամեն բանի օգտակար է։ Но богочестие, богопочитание для всего. Թող մյուս տարի քո փառաբանությունը ամենալավը լինի։ Пускай в следующем году твое прославление будет лучшим. Թող մյուս տարի քո աղոթքը ավելի հոգով լցված լինի։ Пускай твоя молитва будет наполнена Духом. Թող մյուս տարի քո վկայությունն ավելի զորավոր լինի։ Твои свидетельства пускай будут мощнее. Թող մյուս տարի քո միջոցով հարյուրավորներ փրկվեն։ Пускай сотни будут спасены через тебя. Ամեն։ Аминь. Թող մյուս տարի մեր հայտնություններն ավելի թարմ լինեն։ Пускай наши откровения будут свежими. Փառք Տիրոջ, Слава Господу за это. փառք Տիրոջ։ Слава Господу. Այս ամենը ինչ որ ուզում եի փոխանցել ինձ ու քեզ։ Это все то, что я хотел передать тебе и себе. Երկու համար էլ կարդամ ու վերջացնեմ։ Еще два места Писания и все. Թվոց 35-34։ Числа 35-34. Ուրեմն ձեր բնակված երկիրը չփղծեք, որի մեջ ես պիտի բնակվեմ, որտեղ ես Եհովաս բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ։ Не должно осквернять землю, на которой вы живете, среди которой обитаю я, ибо я, Господь, обитаю среди сынов Израилевых. Ինչ մեծ առավելություն է, Насколько сильно преимущество, որ Աստված բնակվում է իր ժողովրդի մեջ։ когда Господь живет среди народа своего. Բայց ասում է հանկարծ չփղծես։ Но говорит, не оскверняй. Եթե մենք հասկանանք, որ Աստված բնակվում է մեր մեջ, И если мы будем понимать, что Господь живет в нас, ամեն անգամ եկեղեցի գալով եթե հասկանանք, որ Աստված այստեղ է, каждый раз, когда мы будем идти в церковь, мы будем понимать, что Господь там. ամեն անգամ աղոթելով հասկանանք, որ Աստված այդտեղ ներկա է, И будем понимать, что Господь там, когда мы молимся. մենք այլ կերպ կվերաբերվենք։ Мы иначе будем относиться. Դրա համար առաքյալը ասում է, չգիտեք, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք։ Поэтому апостол говорит, не знаете ли вы, что вы храм Духа Живого? Դուք Սուրբ Հոգու տաճար եք։ Вы храм Духа Աստծո Живого. հոգին ձեր մեջ է բնակվում։ Божий Дух обитает в вас. Ուրեմն պետք է հիշենք, որ որտեղ էլ մենք լինենք, Սուրբ Հոգին մեր մեջ է։ Значит, мы должны помнить, где бы мы ни были, Дух Святой, Он в нас. Բայց Աստծոս պատվիրան կա։ И у нас есть заповедь от Господа. Չփղծես, Не осквернять. չփղծես։ Не осквернять. Հիշիր, որ Աստծո հոգին քո մեջ է։ Помни, что Дух Бога в нас. Աստծո խոսքը ասում է, միթե մեկը կա, որ իմ աչքերի առջև թաքնվի։ Божье Слово говорит, неужели есть кто-то, кто может скрыться от глаз моих? Չկա այդպիսի մեկը։ Нет ни одного Ես такого. կարող եմ քեզ չտեսնել։ Я могу тебя не видеть. Ծնողներդ կարող են քեզ չտեսնել։ Родители могут тебя не видеть. Հարազատներդ կարող են քեզ չտեսնել։ Родные могут не видеть. Բայց կա մեկը, որ քեզ Но տեսնի։ есть тот, кто тебя видит всегда. Չփղծես Не оскверняй այն ինչ որ Աստված քեզ տվել է։ то, что Господь дал тебе. Քո մարմինը, Твое тело, քո միտքը, твой разум, քո շուրթերը։ твои уста. Հալելույա։ Аллилуйя. Երկրորդ օրինաց 23:14։ Второзаконие 23:14. Որտեվ քո Եհովա Աստվածը ման է գալիս քո բանակի մեջ, որ քեզ ազատի եւ քո թշնամիների ձեռքը մատնի, ուրեմն քո թշնամիները քո ձեռքը մատնի, ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վրա մի ախտեղություն տեսնելով քեզանից չզզվի։ Ибо Господь Бог твой ходит среди стана твоего, чтобы избавлять тебя и предавать врагов твоих в руки твои. А посему стан твой должен быть свят, чтобы он не увидел у тебя чего срамного и не отступил от тебя. Փառք Տիրոջը։ Слава Господу! Աստված ման է գալիս իր ժողովրդի բանակի մեջ։ Господь ходит среди стана своего. Անկամ Աստված Իսրայել ժողովրդին գիտեք ինչ պատվիրաներ տալիս։ И знаете, какое обетование давал Господь? Այնքան ինքը զզվում էր այդ ձև բաներից, Он так было мерзостно перед ним որ все ինքը это, կարգ կանոնի էր բերում։ что он приводил к закону и порядку это Ասում էր, все. երբ որ գնաս ու քո բնական կարիքները հոգաս, И говорил, когда естественным образом должно было из организма твоего что-то выйти,
բահ վերցրու քեզ հետ, Возьми с собой лопату. որպեսզի երբ որ անես դա ծածկես, Для того, что когда ты это сделаешь, ты потом это закрыл. որ երբ որ ես իմ բանակի մեջով անցնեմ, հանկարծ չտեսնեմ ու զզվեմ։ Потому что когда я буду идти среди стана твоего, чтобы я это не увидел и не стало это Եթե мерзостным այս передо мной. բնական բաների մեջ Աստված ինքը զզվող է, Даже в этих естественных вещах, если Господь будет ненавидеть это, ապա ինչքան առավել եւս հոգեվոր բաները սելներ։ и насколько больше будет духовное. Բայց երբ որ մենք մեր բանակը մաքուր ենք պահում, И когда мы держим наше войско в чистоте, այն ժամանակ Աստված մեր թշնամներին հալածում է։ тогда Господь будет гнать наших врагов. Ուրեմն խնդրում եմ ձեզ, Значит, я прошу вас, եկեք մյուս տարի հաղթող դուրս գանք։ давайте будем победителями в следующем году. Ես չեմ խոսում այն sense վիրտուալ հաղթանակների մասին, որ շատ հավատացյալներ ուղակի դավանում ու դավանում են։ Я не говорю о каких-то виртуальных победах, когда люди просто провозглашают и провозглашают это в свою жизнь. Нет, нет, не об этом. Հաղթություններ, որոնց հետ դու տարիներ պայքարում ես, Победы, когда ты борешься годами с чем-то, ու չես ուզում փոխվել, и ты не хочешь изменяться. փոխիր քո ընթացքը։